Բարև ձեզ, սիրելի քույրեր և եղբայրներ։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս Երուսաղեմում է։ Նա տաճարում է, ուսուցանում է Աստծո խոսքը։ Հրաշքներ են տեղի ունենում նրա շուրջը։ Քույրերը տեսնում են, կաղերը քայլում, որոտները մաքրվում են, խլերը լսում, մեռելները հառնում և աղքատներին քարոզվում է ավետարանը։ Քահանայապետները, դպիրները և երեցները զայրացած են։ Նրանք հարցնում են նրան, թե ինչ իրավունքով է նա անում այս բաները, ով է իրեն իշխանություն տվել։ Տերը խոստանում է պատասխանել իր իշխանության մասին հարցին, եթե նրանք պատասխանեն Հովհաննեսի մկրտության վերաբերյալ նրա հարցին։ Երկնքից էր այդ մկրտությունը, թե մարդկանցից։ Եթե հարցնողները պատասխանեին այդ հարցին, նրանք իրականում կստանային նաև Քրիստոսի իշխանության մասին հարցի պատասխանը, որովհետև Սուրբ Հովհաննես Մկրտիչը դավանում էր Քրիստոսին իբրև Աստծու որդի։ Դպիրները դա գիտեին, ուստի եթե ընդունեին Հովհաննես Մկրտչի մկրտությունը որպես երկնային, ապա պետք է ընդունեին նաև նրա դավանությունը Հիսուս Քրիստոսի մասին, նրա մարգարեությունը նրա մասին։ Մյուս կողմից նրանք գիտեին, որ մարդիկ Հովհաննեսին ընդունում են իբրև մարգարե, և հերքել նրա մկրտության երկայնությունը կարող էր մեծ զայրույթ առաջացնել։ Նրանք ուղղակի վախենում էին մարդկանցից և որոշում են խորամանկ քայլի դիմել, պատասխանում են Քրիստոսի հարցին ասելով. մենք չգիտենք։ Ինչպիսի կեղծավորություն, ինչպիսի չարություն։ Նրանք արհամարհում են Աստծուն և վախենում են մարդկանցից, և Քրիստոս դա գիտակցում է։ Այդ իսկ պատճառով նրանք ստանում են արժանի և իմաստուն պատասխան. ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ է անում այդ ամենը։ Մենք չենք նկատում, թե որքան հաճախ ենք նման իրավիճակներում հանդիպում առօրյայում այդպիսի մարդկանց։ Անարդարություն, կեղծավորություն, անսահման սուտ, սրանք բոլորը շրջապատում են մեզ մեր առօրյայում, քաղաքականության մեջ, լրատվության մեջ, գովազդում, ամենուր։ Ինչ շատ են մարդիկ, որոնք չեն վախենում Աստծուց, բայց վախենում են մարդկանցից և պատրաստ են ամեն ինչ անել պահից օգտվելու համար։ Բայց կեղծավորությունը չի կարող հարատև լինել, իսկ ստի ոտերը, ինչպես գիտենք, կարճ են։ Աստծո ճշմարտությունը հաղթում է չարին։ Եվ այդ պատճառով մենք գովաբանում ենք և աղոթում ասելով. Տեր, ողորմիր մեզ և քո երկնային իմաստությունը շնորհիր մեզ, ամրացում մեր հավատքը, որպեսզի մենք կարողանանք ճանաչել, խոստովանել և դավանել քեզ, ճշմարիտ Աստված, հավիտյանս հավիտենից, ամեն։